Երևանը կրկին ապրում է միջազգային ռիթմով։ 3 օր շարունակ Meridian Expo կենտրոնը դառնալու է նորարարությունների ու շարժի խաչմերուկ, որտեղ շարժման մեջ են ոչ միայն բեռնափոխադրումները, այլև գաղափարները, նորարարությունները, կապերն ու թվերը։ E-Logifest 2025-ը մայիսի 30-ից հունիսի 1-ը միավորելու է լոգիստիկ ոլորտի խոշոր անուններին, ինովացիոն ընկերություններին և տեխնոլոգիական հարթակներին։ Տարածաշրջանում աննախադեպ այս միջոցառման գաղափարը հղացել են դեռ 5 տարի առաջ։ Լոգիստիկայի, բեռնափոխադրումների ու էլեկտրոնային առևտրի ոլորտում ունեցած բազմամյա փորձը կազմակերպիչներին հուշել է, որ ժամանակն է մտածել ավելի լայն, օգտագործելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու մարդկային ներուժը։ Որոշեցինք, որ հիմա ճիշտ ժամանակահատվածն է Հայաստանը քարտեզի վրա դիրքավորելու մեր տեղը եւ դիրքը աշխարհին ցույց տալու համար։ Առաջին անգամ է տարածաշրջանում նմանատիպ միջոցառում լինելու, երբևիցե տարածաշրջանում չի եղել։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի եւ կստացվի եւ կլինի արդեն ամեն տարի Հայաստանում։ Հայաստանը որպես միջազգային լոգիստիկ կենտրոն դիտարկելու հնարավորությունը նաև բացման ելույթների առանցքում էր։ Այս հարթակը իսկապես բացառիկ է իր բնույթով եւ ընդգրկմամբ, այն միավորել է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի, նորարարական տեխնոլոգիաների եւ փոխկապակցված ոլորտների առաջատարներին, ինչպես նաեւ պետական քաղաքականության ոլորտում որոշում կայացնողներին։ Այս միջոցառումը ոչ միայն վկայում է մեր երկրի աճող հետաքրքրությունը ժամանակակից լոգիստիկայի համակարգերի հանդեպ, այլև հանդես է գալիս որպես գործնական հարթակ նոր համագործակցությունների, ներդրումային հնարավորությունների եւ գիտելիքի փոխանակման համար։ Սա իրականում պատմական օր եմ ես համարում եւ ուզում ենք այս օրը մենք ֆիքսենք մեր կալենդարներում, որ հիմք է դրվում լոգիստիկայի գրագետ էքսպոյի, որը որ տարածաշրջանում պետք է հետագայում դառնա կենտրոնական լոգիստիկ միջոցառում։ Ուզում եմ նշել, որ միջոցառումը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի Հայաստանը ունենա հնարավորություն դառնալու միջազգային լոգիստիկ կենտրոն եւ տարածաշրջանում ունենա իր աննկարագրելի կարևոր նշանակությունը թե լոգիստիկայի, թե էլեկտրոնային առևտրի եւ թե տեխնոլոգիաների ոլորտում։ E-Logifest 2025-ը աննախադեպ է նաև իր բազմաշերտությամբ։ Միաժամանակ ընթանում են ցուցահանդես, համաժողով եւ հեքեթոն, բայց նախ ցուցահանդեսի մասին։ Այստեղ տաղավարներ ունեն ավելի քան 40 միջազգային ընկերություններ, ոչ միայն Հայաստանից, այլև Չինաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից ու Եվրոպայից։ Սրահում բիզնես շարժեր։ Հանդիպել էին նրանք, ովքեր զբաղվում են օնլայն գնումներով, բեռներ են ստանում կամ ուղարկում արտերկիր, ունեն բիզնես, բայց դեռ չգիտեն ինչպես մուտք գործել օնլայն շուկա կամ փնտրում են ավելի խելացի ու արագ լոգիստիկ լուծումներ ներմուծման կամ արտահանման համար։ Տաղավարներում ներկայացված են նաև հատուկ առաջարկներ, նախատեսված հենց այս օրերի համար։ Յուրօրինակ աշխուժություն էր Տեքսի եւ Major Express-ի տաղավարներում։ Այստեղ խաղարկվում են Ջենիֆեր Լոպեսի եւ Զենֆիրայի համերգների տոմսեր։ Կարող են մասնակցել բոլորը, ովքեր ցանկանում են, մոտենան տաղավար, գրեն իրենց անուն ազգանունը եւ թշտիկներով գցեն կոլբայի մեջ եւ կարեւոր պայման է, որ պետք է նկարեն ինչ-որ վիդեո կամ ֆոտո եւ տեղադրեն իրենց Instagram-ի էջում նշելով մեր էջերը։ Խաղարկության ամփոփումը լինելու է հունիսի 1-ին, պետք է բոլոր մասնակիցները ներկա լինեն ամփոփման ժամանակ եւ պատահականության սկզբունքով ընտրելու են 2 մասնակից, յուրաքանչյուրը երկուական տոմս են շահելու։ Միջոցառման ակտիվ անցուդարձի մեջ նկատելի էր բլոգերների ու ինֆլուենսերների ակտիվությունը։ Ոմանք ուղիղ եթերում էին, մյուսներն իրենց բազմահազարանոց լսարանի համար բացահայտում էին E-Logifest-ը յուրահատուկ կոնտենտով։ Անձամբ շատ հետաքրքիր է, քանի որ ես օնլայն գնումներ շատ եմ սիրում, իմ հետևորդների շրջանակում էլ կան շատ մամաներ, ովքեր օնլայն գնումների սիրահար են, եկել եմ ինքս բացահայտեմ ու հետո իրենց հետ էլ կիսվեմ տպավորություններով, որովհետև տեսնում եմ կան հատուկ առաջարկներ, զեղչեր, պրոմոկոդեր, ինչը մենք հաստատ կօգտագործենք, կկիրառենք, ինչպես նաև աշխատանքի մասով կան տաղավարներ, որ աշխատանք են առաջարկում, հաստատ հետաքրքիր կլինի իմ լսարանին, ինչու՞ չէ նաև ինձ։ Մինչ էքսպոյի տաղավարում միտքը վերածվում էր գործի, իսկ հարցերին տրվում էին կոնկրետ պատասխաններ, մեկ այլ սրահում սկսվել էր ապագայի մրցավազքը հեքեթոնը։ Հայաստանի տարբեր քաղաքներից ժամանած IT ընկերություններից, ուսանողներից եւ դպրոցականներից կազմված 26 թիմ նախագծում էր լոգիստիկ դրոններ, առայժմ փոքր ծավալի ծանրոցների առաքման համար։ Այս փոքրիկ ինժեներական ճակատամարտը միայն մրցույթ չէր։ Հաղթող թիմերը 3 անվանակարգում ստանալու են դրամաշնորհ գաղափարը կյանքի կոչելու համար։ Ուզում
շնորհակալություն հայտնել այս ամեն ինչը կազմակերպելու համար, երկրորդ հերթին այս ամեն ինչը զարգացնում է մեր ընդհանուր գլոբալ մտածելակերպը, այսինքն մանավանդ որ տեղի ունենում այն գործընթացը, որտեղ հանդես են գալի երեխաներ, որ իրանք ավելի լավ հասկանան, լուրջ պատկերացնեն այն աշխատանքը, որը իրանք կատարում են, թե հետագայի համար, թե ներկայիս պահի համար։ Մեր կոպտերը տարբերվում է նրանով, որ ամբողջությամբ կոմպոզիտային նյութերից է պատրաստված։ Այն կարողանում է տանել մոտ 1.8 կիլոգրամ օգտակար թեյ ու կարողանում է շատ մեծ հեռավորության վրա կապվել պուլտի հետ։ Դրոնների նախագծման հարթակի հարևանությամբ բիզնես գաղափարների ու լոգիստիկ նորարարությունների գիտական հարթակներ Ilogifest 2025-ի համաժողովը։ Այստեղ հնչող ելույթներն ու պանելային քննարկումները ոչ միայն առաջատար էին ըստ անունների, այլև ըստ բովանդակության։ Բեմահարթակում խոսվում էր լոգիստիկայի ժամանակակից մարտահրավերների ու դրանց լուծումների մասին։ Ներկայացվում էր միջազգային փորձը, տվյալների կառավարման, արհեստական բանականությամբ վերլուծությունների, ավտոմատացված պահեստների ու խելացի առաքման մոդելների մասին։ Մինչ բեմում միջազգային մասնագետներն իրենց փորձով էին կիսվում, բիզնես լաունջ զոնում ստեղծվում էին նոր կապեր, ծանոթություններ, կառուցվում էր վստահություն, որը հետագայում վերածվելու է համագործակցության։ Այստեղ խոսվում էր ոչ միայն օրվա տպավորությունների, այլև վաղվա պլանների մասին։ Ամենակարևորը, որ բիզնեսները իրար հետ կծանոթանան, նոր հնարավորություններ կստեղծվի, նոր networking կլինի բոլորի համար ու հուսով ենք, որ միջոցառումը կստացվի եւ արդեն կսպասենք հաջորդ տարվա մեր միջոցառմանը։ 3 օր, 3 ուղղություն, բազում հնարավորություններ։ Հունիսի 1-ին Ilogifest 2025-ի փակման արարողության ժամանակ բացառիկ խաղարկություն կլինի 5 ուղեգիր դեպի Դուբայի լոգիստիկ կենտրոն։ Ներկա կլինեն տաղավարային մասնակից բիզնեսները, պատվավոր հյուրեր, պաշտոնյաներ եւ մարդիկ, ովքեր հենց այս օրերին որոշելու են իրենց հաջորդ քայլը։ Ilogifest 2025-ը հավակնում է դառնալ այն վայրը, որտեղ թվերը դառնում են շարժում, խոսքը գործ, իսկ համագործակցությունը ռազմավարություն։